Բարդ հարցերը իհարկե դրանք, ասպես եթե փակենք, բացենք փակագծերը եւ նաեւ հարցեր կա, որ ուղղակի չես քննարկում, բայց հասկանում ես ինչի մասին է խոսքը, դա առաջին հերթին անկլավների, եռանկյունների եւ սահմանի հետ կապված այլ այդպես նմանատիպ խնդիրների մասին է եւ սա լրիվ տեղավորվում է այն մոտեցումների եւ ձևավորումների մեջ, ձևակերպումների մեջ, որ կար 2024 թվականի նշված կանոնակարգի եւ նաեւ դրանից առաջ ընթացած այդ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատման արդյունքներում ու ես կարծում եմ սա կարևոր է, որովհետև սա նաև ենթադրում է եւ սա բխում է անմիջապես նաև հակառակ կողմի արձագանքից, որ եթե կան անկլավներ Հայաստանի տարածքում կա Արցախաշենի խնդիր, մենք պետք է հասկանանք, որ այստեղ չկա ինչ որ մեր մոտ սա սպեկուլացվում է այս թեման, որ չի ճանաչվում Հայաստանի ինչ որ տարածքները կամ այն տարածքները, որ նաև 2021-22 թվականին են գրավել եւ այլն, այն քարտեզով որտեղ որ դուք նայում եք, որի վրա կա նշված Արցախաշեն, որի վրա ջերմուկից մի քանի կիլոմետր հեռու նույնպես Հայաստանի տարածքն է, որտեղ հիմա ադրբեջանական բանակի դիրքերն են, նույն քարտեզով կան նաև այլ անկլավներ եւ կան այլ տարածքներ եւ այստեղ կան տարբեր նաև լուծումներ իհարկե, բայց բոլոր այս լուծումները ենթադրում են առաջին այս ունիվերսալ հիմքը, երկրորդը, որ ավելի բարդ խնդիրները այնուամենայնիվ հենց սահմանազատման գործընթացի վերջնական փուլին են վերաբերվում եւ պետք է լուծվեն այլ հարցեր եւ իհարկե փոխհստավության ավելի կայուն մթնոլորտ կստեղծվի եւ արդեն հիմա գնում են նաեւ որոշակի պրակտիկ այլ լուծումներ, որոնք կարող են ակտիվացնել նաեւ անմիջական կապերը երկու երկրների միջեւ հիմա սա արդեն պաշտոնական թրկին է վերաբերվում եւ տեսնենք ինչ արդյունքներ կլինեն։ Շնորհակալ եմ։ Փոքր ճշտում, պարոն Ալեքսեյցյան, ես ճիշտ հասկացա, դուք այս թվարկած հարցերը ասում եք, որ իրենց պատկերացմամբ պետք է մնա սահմանազատման գործընթացի ավարտական փուլում։ Այո, քանի որ իրենք հենց բարդ հարցերն են, իրենք մնում են սահմանազատման ավարտական փուլում։ Իսկ process-ը ինչու առաջ չի ընթանում։ Process-ի առաջ ընթանալը կապված է կոմունիկացիաների նոր այս թեմայի հետ, բայց իրականում աշխատանք գնում է, այսինքն հանձնաժողովները աշխատում են եւ արդեն իրագործման փուլը արդեն հետագա հաջորդ փուլն է, հա, բայց հենց մշակումները, այդ հստակեցումները եւ այլն, այսինքն չի կանգնած, որպես աշխատակազմերի այդ հանձնաժողովների աշխատանքը ընթանում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։